Ռոբին Հուդը, հա, որ հարուստներից գողանում էր տալիս էր աղքատներին, միևնույն է գող էր։ Գողը գողից գողացավ, Աստված տեսավ, զարմացավ։ Սովորենք լինել առատաձեռն։ Փոքր ժամանակ ինչքան ենք լսել, մի գողացիր, մի վերցրա, եթե քոնը չի։ Ես դպրոցից մի անգամ գրիչ էի բերել, ուղղակի ընկած էր, վերցրեցի, տուն բերեցի, մայրս ասաց հետ կտանես, ասացի, բայց ոչ մեկինն է, ասաց կապ չունի, կտանես ու հետ կդնես, հաստատ տեր է ունենալու։ Ողջույն սիրելի բարեկամներ, ես լրագրող Նարինե Կիրակոսյանն եմ եւ արդեն ավանդույթ է դարձել, որ դուք դիտում եք մեր հաղորդումը Տեր-Տիրատուրի հետ, որը Բադեն-Վյուրտեմբերգի հոգևոր հայրն է Գերմանիայում, 10 պատվիրանների մասին։ Յուրովի է մեկնաբանվում այս 10 պատվիրանները, ավելի ժամանակակից ուրեմն իրավիճակներում, թե ինչ անել եւ Աստծո կամքով, եթե սխալ ենք արել, եթե մեղք ենք գործել, նաեւ ուղղվենք։ Տեր հայր, օրհնեցեք։ Աստված օրհնի, բարև ձեզ սիրելի Նարինե, բարև սիրելի ժողովուրդ։ Անցած անգամ Տեր հայր խնդրեցին, որ 2 հարց ձեզ ուղղեմ, նոր հետո անցնենք երևի այսօրվա պատվիրանին, որն է Աստվածաշունչը նորից ավանդական թղթային վերցրել ենք եւ կարդում ենք 8-րդն է գողություն մի անիր։ Դրա համար ես սկսեցի հաղորդումը հենց այդ փոքրիկ իմ պատմությունից, սակայն Տեր հայր շատ են հավանում, շատ գովեստի մեր հաղորդման մասին խոսքեր են գրում եւ անմիջապես մեր տեսանյութերի մեջ եւ առանձին հարցեր են տալիս եւ շատ են ուզում, որ դուք պատմեք, թե ինչպես եք ձեր կնոջ հետ 10 օրվա ընթացքում ծանոթացել եւ դա ինչ էր, առաջին հայացքից սեր էր եւ երկրորդ հարցը հետո կտամ ձեզ։ Լավ, երևի կարճ անդրադառնամ։ Այ մենք ծանոթացանք մորաքրոջս Տաննա Լուսահոգի, ծանոթացանք շատ այսպես անմիջական միջավայրում, մի քանի անգամ զբոսնեցինք, զրուցեցինք եւ աղոթելուց հետո որոշեցինք, որ այո, մենք իրար համար ենք ստեղծված եւ որոշեցինք ամուսնանալ։ Գնացինք այդ պետական բոլոր զաքսային թղթաբանությունները արեցինք, գրանցվեցինք, գնացինք եկեղեցի, նշանվեցինք, եկեղեցու օրհնությունը ստացանք եւ ամուսնացանք։ Դրանից հետո մոտավորապես 4 տարի ես Գերմանիայում էի, սովորում էի, իմ դոկտորական աշխատանքն էի գրում եւ այդ փորձության շրջանը սկսվեց, այսպես ասած, հեռավորության վրա, բայց միևնույն ժամանակ Աստված ցույց տվեց, թե այնինչ որ ինքը միացրել է, ոչ ոք չի կարող բաժանել եւ Աստծո օրհնությամբ Փառք Աստծո արդեն 20 տարի է, մի քանի շաբաթ առաջ մեր 20-ամյակը նշեցինք համատեղ միասնական կյանքի Փառք Աստծո ունենք շատ լավ 2 զավակներ, տղաներ եւ մենք ուրախ ենք եւ փառք ենք տալիս Տիրոջը ամեն օր այս գեղեցիկ հարաբերությունների համար եւ նրա օրհնության համար։ Շատ հետաքրքիր է, հիմա կարծես հազվադեպ լինի, որ հենց առաջին հայացքից մարդիկ սիրահարվում են եւ հասկանում են, որ ստեղծված են իրար համար, ոնց որ թե այդ ժամանակները անցել են, գիտեք, Տեր հայր։ Գուցե ինչքան շատ հարցեր տաս, այդքան դժվար կլինի որոշում կայացնել։ Դրա համար պետք է շուտ այդ ես միշտ ձուկ բռնելու հետ եմ համեմատում, հա, բռնեցիր ձուկը, պետք է ուտես, եթե անոթ ես։ Եթե չուտես, համ անոթի կմնաս, համ ձուկը կվնասես, համ ոչ մի լավ բանի չի բերի դա։ Այո, ընտանիքը իրականում Աստծո տված, եթե մենք աղոթում ենք, եթե մենք մեր սրտերում հասկանում ենք, որ մեր դիմացինը այդ մարդն է, որ միլիարդավոր մարդկանցից Աստված մեզ համար է պատրաստել,
ուրեմն այդպես պետք է անենք եւ քանի կա ծնողների օրհնությունը, Աստծո օրհնությունը, բարեկամների օրհնությունը, ուրեմն չի կարող այդ ընտանիքը չհաջողվել։ Տեր հայր, ես հիմա մտածում եմ, թե երիտասարդները, եթե մեր հաղորդումը նայում են, պատմեն, թե ինչպես են իրենք ծանոթացել, որովհետև արդեն կան համացանցային ծանոթություններ ու հետաքրքիր է առանց անմիջապես իրար տեսնելու ինչպես են հասկանում, որ դիմացինին պետք է գնալ գտնել, հաճախակի նույնիսկ չգիտեն, թե որ երկրում է ապրում, հա, եթե ինկոգնիտո են, այդպեսի բաներ է լինում, բայց օրինակ մեր բակում մի նման զույգ կազմվեց, աղջիկը ԱՄՆ-ից էր եւ տղան Դավթաշենցի էր, այդպես ինտերնետով ծանոթացել էին եւ հետո հասկացել, որ սիրահարվում են ու սիրում են, արդեն զույգ կազմեցին, հետաքրքիր էր նաեւ որ փորձեր ունեմ իմ ծառայության մեջ, երբ որ ամուսնությունները այդ վիրտուալ կյանքից իրական կյանք են գալիս եւ ընտանիքներ են կազմվում եւ նաեւ դա դրական կողմը, հա, պետք է նաեւ դա շատ հետաքրքիր է, բայց ես զարմացա, որ իրենք առաջի անգամ հարսանիքին են հանդիպել, այսինքն ֆիզիկապես միացել են եւ չգիտեմ, ինձ համար մի տեսակ ֆիզիկականին շատ նշանակություն ենք տալիս, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ ֆիզիկականը անցողիկ է, չէ, հոգևորն է մնայում, մեր գեղեցկությունը ֆիզիկական, երիտասարդությունը օրի նվաճում է, իսկ հոգևոր կյանքը, այդ հոգևոր կապը ինքը աճում է հակառակ բաներ են, մեկը իջնում է, մյուսը բարձրանում եւ նայած որն ես նախընտրում եւ նայած թե ինչ ուժով է այդ հարաբերության մեջ սերը գործում մենք արդեն երևի աստվածաշնչային պատվիրաններից հեռանում ենք ուղղակի ես այնքան այտենց հողային մարդ եմ որ պետք է շոշափեմ հոթոթեմ հասկանամ նոր որոշում կայացնեմ այո իհարկե Տեր հայր, երկրորդ հարցը անցած անգամ մի շնացիր պատվիրաններ եւ ասացին, որ մենք հաղորդման ընթացքում լավ չբացատրեցինք, եթե այդ ամենը իրագործածը գա եւ իր մեղքերը խոստովանի թողություն տրվում է եւ այսինքն այլևս ինքը մեղսագործ չէ, այդպիսի հարց տվեցին։ Հետաքրքիր է։ Ուրեմն մեր Աստված, քանի որ մենք միշտ խոսում ենք դրա մասին, որ Աստված բարի է եւ ողորմած, բայց միևնույն ժամանակ ասում ենք, որ Աստված արդար է, այդ հարցը կարող է առաջանալ, հա, եթե արդար Աստված է եւ մարդը հանցագործությունը կատարել, պետք է պատժվի եւ դա այդպես է մինչեւ այն պահը, երբ որ մենք չենք գիտակցում, զղջում, ապաշխարում մեղքերի թողություն խնդրում եւ երբ որ դա անում ենք եւ խոստովանում ենք մեր մեղքերը քահանայի առջեւ նախ եւ առաջ մենք մեր հոգու մեջ մտքերի մեջ հասկանում ենք թե ինչ ենք արել զղջում ենք խոստովանում ենք եւ ներողություն ենք խնդրում այն նպատակով որ այլևս չպիտի կրկնենք դա Եվ հետո գնում ենք եկեղեցի եւ խոստովանում մեր մեղքերը, երբ որ քահանան թողություն է տալիս, այդտեղ գալիս է մի բան, որը մենք պետք է Աստծուց սովորենք։ Մենք շատ հաճախ ասում ենք լավ կներեմ, բայց չեմ մոռանա, Աստված ներում է եւ մոռանում։ Այն ինչ որ մենք խոստովանում ենք եւ ինչի համար մենք թողություն ենք խնդրում եւ ստանում, Աստված թողում է այդ մեղքերը Եվ ճիշտ դրա մեջ է բանալին, հա, եկեղեցի մենք գնում ենք բուժվելու մեր մեղքերից։ Եվ իհարկե պետք է զղջումը, ոչ թե ասես այսինչ չարություն արել եմ, մեկը Աստված ներելու է գնամ մի հատ խոստովանեմ, հետո նորից կրկնեմ։ Ոչ, գիտակցաբար մոտենալով, որ այսինչ սխալ է, ես այլևս չեմ ուզում կրկնել, ես հասկացել եմ, ես զղջում եմ եւ խնդրում եմ ներողություն անգիտակցաբար կամ ինչ-ինչ պատճառներով միգուցե նորից ստացվի, որ սխալվես, մեղք գործվես,
բայց եթե այդ ցանկությունը, ներքին ցանկությունը կա հրաժարվելու, այդ դա է կարևորը, հա, որ մենք ներքին ցանկություն ունենանք հրաժարվելու, ազատվելու մեղքերից եւ քայլենք դեպի արդարություն։ Եվ եթե այդ ցանկությունը անկեղծ է եւ իմ խոստովանանքը անկեղծ է, ուրեմն Աստված թողում է նաեւ իմ մեղքերը։ Տեր հայր, եթե կարելի է այս մի քիչ շարունակենք, օրինակ ասում են պոռնիկին ներում է Աստված, իսկ փարիսեցիները իբրև թե պոռնկություն չեն անում, բայց իրենք անկեղծ չեն։ Այս հակասության մասին ինչպես ընկալել, որն է ճիշտ։ Ասացիք արդեն, հա, անկեղծ, երբ որ մարդ անկեղծը գիտակցում է եւ ներողություն է խնդրում, հա, դու մարդուն, որը որ կարծում է, որ ինքը իր մեղքի մեջ շատ էլ արդար է եւ ճիշտ է անում եւ լավ է անում, ինչը ներես, հա։ Այսինքն, եթե չկա այդ ապաշխարությունը, զղջումը, խնդրանքը, ներողությունը, Գիտակցումը նաեւ, հա, սկզբում հասկանալ, գիտակցել, զղջալ, ապաշխարել, եթե սա չկա, այս շղթան չկա, ուրեմն ինչը ներես, հա։ Իսկ եթե դու գիտակցում ես եւ ցանկությունը կա եւ փորձում ես ամեն ինչ անել, որպեսզի ազատվես քո մեղքից, կապ չունի թե դա ինչ մեղք է, ուրեմն մենք միշտ ամեն օրը մի քանի անգամ եկեղեցում աղոթում ենք եւ խնդրում Աստծուն, որ ոչ թե քո արդարությամբ, այլ ողորմությամբ դատիր մեզ, հա։ Եվ այդ ողորմությունը խոստովանության այդ սուրբ խորհրդի միջոցով Աստված տալիս է մեզ, եւ այդ խոստովանությունը մի առանձին թեմա է, որի մասին երկար կարելի է խոսել։ Ինձ թվում է, եթե ստացվի, մենք խոսենք, եթե դուք համաձայնվեք, շարունակենք այս շարքը, քանի որ նաեւ առաջարկություն ունենք մեղքերի մասին խոսել, 7 մեղքերի մասին։ Տեր հայր, այսօրվա հետ կապված մի գողացիրի, ես մի դրվագ պատմեմ, Բելգիայում էի, առաջին անգամ էի մեծ հայ համայնքի հետ ծանոթանում, նոր գնացածների մասին է խոսքը, ոչ թե ավելի վաղ, այլ սովետական շրջանից հետո մութ ու ցուրտ տարիներին տեղափոխված, եւ այսպիսի մի բան եղավ, որ մեկը առաջարկեց գնանք այսինչի տուն, լավ ապրանք են էժան, բրենդային վաճառում, ասեցի ես ընդհանրապես շոպոգոլիկ չեմ, բայց եթե իմ բարեկամների տանն էի եւ եթե իրենք դեմ չեն, գնանք, ես դա որպես հյուրություն ընկալեցի։ Եվ այդ խոսակցությունը իմ բարեկամը լսեց, շատ բարկացավ, դուրս հանեց, զարմացա, ասեցի, բայց ինքը բարի, լավ մարդ է, ինչի դուրս հանեց։ Ու ասում է, գիտես, ասում է, ինչ են առաջարկում։ Իրենք ապրանքները գնում են խանութից գողանում են, բերում են այդ ուրեմն յարդիկները հանում են եւ վաճառում են։ Ոնց ասեցի, գողացած ապրանք էին ուզում վաճառել։ Ախր լավ, ամեն բանը դեն նետելով ես լրագրող էի։ Իրանք զգուշավորություն չունեն եւ այլն, բայց միջև հիմա այդ դրվագը իմ մեջ մխրճվել է, որ Եվրոպայում հայերը գողությամբ են զբաղվում եւ չեն ամաչում դրա համար։ Ես մի քիչ ոչ ստանդարտ ձեզ հարց տամ, Տեր հայր։ Ինչպես պարզ է, որ այդ մարդիկ իրենց սխալը, իրենց մեղքը չեն հասկանում։ Իսկ ինչպես կարելի է, որ կողքինը, օրինակ ես կամ նույն բարեկամս իրենց այդ քայլից հետ կանգնեցնի եւ փաստորեն մեր ազգի անունը չհանեն։ Մեծ սիրով եւ հոգատարությամբ։ Մենք սիրելի Նարինե, միշտ պետք է տարանջատենք մեղքը, մեղքի հանդեպ մեր անհանդուրժողականությունը, ատելությունը եւ սերը մեղավորի հանդեպ։ Այն մարդը, որը որ այդ քայլին է գնում, հա, ինչ հոգեկան, ես չեմ ճանաչում ոչ մի նորմալ մարդ, որը որ գողությունը, սպանությունը, ստախոսությունը իբրև նորմալ երևույթ է ընդունում։ Սա հոգեկան զարգացումների պատճառների հետևանք է եւ պետք է հասկանալ ինչու է այդտեղ հասել մարդ եւ ինչպես կարելի է իրեն դրանից հետ բերել։ Նախ եւ առաջ
պետք է աղոթենք նման մարդկանց համար, որ Աստված հատկապես եթե դրանք մեր բարեկամներն են, մոտ մարդիկ են, պետք է աղոթենք, Աստծուն խնդրենք, որպեսզի իրենց ճշմարիտ ճանապարհը ցույց տա։ Միևնույն ժամանակ պետք է նաև խոսենք իրենց հետ եւ ասենք, որ դա ինչ անում ես ճիշտ չէ եւ վստահաբար կան ավելի ուրիշ ճանապարհներ, դու վստահաբար ունես շատ տաղանդներ, որոնք կարող ես օգտագործել, նստիր եւ մտածիր, եւ սա բոլորիս է վերաբերվում։ Նստիր թե մտածիր, ինչ են քեզ պակասում։ Ինչու ես դու այդ քայլին գնում, անարդարության այդ քայլին, ինչու ես դիմում։ Եվ շատ հաճախ, երբ որ մարդիկ նստում եւ մտածում են, լուրջ մտածում են, թե ինչի կարիքն ունեն, տեսնում են, որ այդքան էլ շատ բաների կարիք չունեն։ Եվ մեր եկեղեցու հայրերը ասում են, որ գիտեք, այն ինչ որ մեզ անհրաժեշտ է գոյատևելու համար, դա ընդհանրապես մեր կյանքը չի։ Մեր կյանքը մենք կառուցում ենք նրանով, թե ինչ ենք պատրաստ ուրիշներին տալ։ Այսինքն մի պատառ հացը, հագուստը, տունը, մեքենան եւ այլն, սրանք մինիմալ ինչ-որ բաներ կան, որոնք մեզ անհրաժեշտ են, որ կարողանանք նորմալ միջին չափով, ապահոված ընտանիքի կարգավիճակով ապրել։ Այստեղ էլ մի խնդիր կա, որ մենք շատ հաճախ կամավոր աղքատությունը չենք տարբերում պարտադրված աղքատությունից։ Երբ որ մարդիկ ստիպված են ծայրահեղ վիճակում ապրել, ոչ թե իրենց ծուլության պատճառն է դա, այլ նրանց, ովքեր որ այդ աշխատանքը լավ չեն վճարում, ճիշտ չեն վճարում, անարդարություն են ստեղծում եւ այդ մարդը չնայած որ 12-14 ժամ աշխատում է ամեն օր, չի կարողանում իր ընտանիքը պահել։ Սա մի բան է, իսկ երբ որ դու կամավոր հրաժարվում ես բոլոր այդ հաճույքներից աշխարհիկ, դա ուրիշ բան է, կամավոր աղքատությունը։ Եվ այստեղ շատ հաճախ մեր ժողովուրդը նաև վանականի կուսակրոնի կյանքը չի կարողանում տարանջատել ընտանիք ունեցող քաղաքում կամ գյուղում ապրող քահանայի կյանքից, որը նաև շատ էլեմենտար հոգսեր ունի, որ պետք է կարողանա հոգալ երեխաներին հագցնել եւ այլն, եւ այն ինչ որ բոլոր նորմալ միջին ընտանիքները, որոնք աշխատում են եւ պետք է կարողանան պահել իրենց ընտանիքները։ Բայց եթե գողության մասին էս պատվիրանը, գիտեք, իհարկե մի գողացիր հեշտ է ասել եւ բոլորն էլ հասկանում են ինչ է նշանակում մի գողացիր։ Մի գողացիրը նշանակում է այն ինչ որ քո սեփականությունը չի, մի վերցրու քեզ առանց իրավունքի, առանց հարցնելու, հա։ Երբ որ ծառից պտուղը վերցրեցինք, հալավ ծառը էլի մի հատ խնձոր վերցնեմ, ինչ կլինի։ Պատկերացրեք ամեն անցնող դարձող այդ գյուղացու ծառի պտուղներից մի հատ վերցնի, ինչ կլինի այդ գյուղացու համար, չէ՞։ Մենք շատ հաճախ ինչ-որ մի փոքր դրվագ ենք վերցնում եւ փորձում ենք այդ դրվագը գնահատել, բայց չենք մտածում հետևանքների մասին։ Եվ այստեղ կարելի է այդ 10 պատվիրանները եւ նաեւ այս պատվիրանը համեմատել, օրինակ ճանապարհային, կարգ ու կանոնի հետ։ Երբ որ մենք մեքենա ենք վարում, կան մեքենա վարելու կանոններ, որոնք եթե դու խախտես, կվնասես քեզ եւ այդ վնասները կարող են փոքր ու մեծ լինել, կվնասես նաեւ դիմացինիդ եւ կվնասես հանրությանը, հա։ Այսինքն կարող է մեքենատ քերծվի, բայց կարող ես այնպիսի արկած ունենալ, որ քո առողջությունը վնասես դիմացինի ունեցվածքը։ Ամբողջ այդ պետական կառույցի ժամանակը խլես քո անուշադրության պատճառով, այդքան մարդիկ զբաղվեն քո այդ հարցերով, ապահովագրությունն է, շինարարն է, սա, այսինքն մեքենայի վարպետն է, չգիտեմ, պետական ինչ-որ աշխատողը, ոստիկանը, բոլորի ժամանակը խլես քո անուշադրության պատճառով եւ միգուցե
շատ ավելի կարևոր բաներ իրենք չկարողանան անել, որովհետև քո այդ անուշադրության հետևանքով ստեղծված կամ վնասեցիր առողջությանը ընտանիքիդ չես կարող դեր կանգնել, նաև ընտանիքիդ անդամներին վնասեցիր։ Այսինքն մի անզգուշությունը, մի սխալը կարգազանցությունը բերում է այնպիսի հետևանքների, որոնց մասին մենք շատ հաճախ չենք մտածում։ Նույնը գողությունն է, երբ որ մենք ուրիշի սեփականությունը վերցնում ենք, եւ դա միայն գիտեք, փողը, մատիտը, ոսկին, սրա մասին չէ միայն խոսք, այլ նաև ժամանակը, պատիվը, աշխատանքը, երբ որ մենք աշխատում ենք, քիչ առաջ ասացի, եւ այդ աշխատավարձը մեր աշխատանքին չի համապատասխանում, շատ ավելի ցածր է։ Նայեք, դուք ասում եք խանութից գնացել են, ապրանք են գողացել, դա ակնհայտ մեղք է, հա, սխալ է, բայց նայեք, մենք երբ որ գնում ենք առևտուր անելու, սպասում ենք, որ էժան ամենացածր գները լինեն, մատչելի գները լինեն, փորձում ենք ամենամատչելի տարբերակները գտնել, ինչքան հնարավոր է գինը ցածր լինի, միգուցե այդ պահին մեզ դա այդպես պետք է, բայց միևնույն ժամանակ մենք չենք մտածում, իսկ որտեղից է գալիս, որ օրինակի համար մի վերնաշապիկը արժի 3-4 դոլար, հա, կամ եվրո, կամ ինչքան մարդիկ են տանջվում, աշխատում, անարդար աշխատավարձ ստանում, ինչքան բնությանն ենք մենք վնաս տալիս, ինչքան տրանսպորտ է օգտագործվում եւ այլն եւ այլն։ Եթե այս ամբողջը հաշվես, կտեսնես, թե ինչքան քանի անգամ ես դու գողություն անում, երբ որ գնում ես ու գնում ինչ որ մի մոլորակից են գողանում, ստացվում է։ Բնականաբար հասկանում ես, որ չի կարող այդպես լինել։ Օրինակ մի վերնաշապիկը կարելու համար մարդը ինչքան ժամանակ պետք է տրամադրի, ինչպես պետք է այդ մատերիալը, հա, մշակի, նախապատրաստի, հոսանք ծախսի, հարկեր վճարի եւ այլն եւ այլն։ Բայց նաև գաղափարների գողությունը։ Այսօր մեր ինտերնետը բացեք, հայկական հեռուստը գնանք, չնայած ամբողջ աշխարհում նույնը, այդ copy-paste ասված Վայ, բալերագրության մեջ ինչքան շատ է դա։ Copy-paste-ը նաև գաղափարների մասին է, երբ որ գաղափարներն են գողանում, ինչ մտածում ես, թե քեզանից, դա մարդը նստել է, մտածել է, մտքերը կազմել է, շարադրել է, եւ դու գողանում ես, որովհետեւ դու իր նման չես կարող, չէ՞, քեզանից մի լավ բան է արել, այսինքն ավելի ժամանակ է ներդրել պատրաստվելու, մտածելու եւ այլն։ Եվ մենք շատ հաճախ գաղափարները գողանում ենք, ինչ որ միտեղ մի բան տեսան, մեր երիտասարդ գործարարներից, հա, երիտասարդ տղա է, որը նկարիչ է նաեւ եւ գումար աշխատելու, վաստակելու համար այդ իր նկարները թիշերտների վրա, հա, այսպես պատկերում էր եւ վաճառում։ Մեկը տեսել է, որ ինչ լավ գաղափար է, վերցնեմ ես էլ նույն բանը անեմ եւ վերցրել այդ նույն նկարները, ինքը նույն բանը սարքում, ավելի ցածր գնով վաճառում, հա, եւ մենք գնում ենք դրան առանց մտածելու, որ գողություն ենք անում իրականում։ Երբ որ ցավալի թեմաներից մեկը բարձրացնեմ, երբ որ գնում ենք եկեղեցի եւ եկեղեցի չհասած շատ խեղճ ու կրակ տատիկներ, պապիկներ մոմ են վաճառում։ Եվ մենք այդ մոմը գնում ենք եւ գնում ենք եկեղեցին վառում ենք, կարծելով որ ավելի էժան մոմ գնացինք, քան այդ տատիկին օգնեցին։ Վաճառվում է եւ տատիկին օգնեցինք։ Ինչ ենք անում մենք։ Նայեք, նախ տատիկին եթե ուզում ես օգնել, օգնիր, թող տատիկը լավ ապրի։ Երկրորդը մենք չենք հասկանում, թե ինչ է այդ մեր այսօրվա իշխանությունը շատ է սիրում, չէ՞, այդ թեման մոմավաճառության։ Դա գալիս է աղանդավորների մոտեցումից, որոնք ստախոսություն է, հա, այն ինչ որ իրենք անում են, որովհետև իրենք մոմը չեն վաճառում, բայց
մարդկանց ունեցած չունեցած ամբողջը սեփականաշնորհում են եւ գողանում մարդկանցից նաեւ իրենց կյանքը, ոչ թե միայն ունեցվածք, այլ նաեւ իրենց կյանքը այն առումով, որ գողանում են մարդուն իր բարեկամներից, ազգականներից, ընտանիքի անդամներից, միջավայրից։ Մոմավառությունը ինքն իրենով նախ մոմը լույսի նշանն է, հույսի նշանն է եւ մարդը գալիս է այդ մոմը վառելուց կարևորը ոչ թե մոմն է եւ մոմի քանակը, այլ աղոթքը, հա, որ դու բերում ես Աստծուն։ Իսկ մոմավառությունը փոքրիկ զոհաբերություն է եկեղեցուն, որպեսզի եկեղեցին կարողանա իր աշխատանքը, իր ծառայությունը կատարել։ Նույն հոսանքի համար վճարել, ջերմության, երբ որ ձմեռը գալիս ես եկեղեցի, այնտեղի աշխատողների աշխատավարձը վճարել, իր բարեգործական ծրագրերը իրականացնել, այսինքն դա մեր մի քիչ ուրիշ ընկալում ունեմ։ Նախ տատիկի մոմը այն պարաֆինից չի, որը եկեղեցում է սարքում։ Երկրորդը երևի օրհնված չի, ինչը որ ավելի ուրիշ ընկալում ունի։ Եվ դա մշակույթ է, ոչ միայն վաճառում է, որ գումար ստացվի, այլ դա, ասենք, եթե վանական համալիրն է կամ այդտեղի ուրեմն հոգևոր ինչ-որ կառույց է, դա մշակույթ է, ինչպես պատրաստել մոմերը, դա նաև շփման ձև է, ես շատ համայնքներում տեսել եմ, որ հավատացյալները գալիս են եւ մասնակցում են դրան։ Իմ ընկալումները մի քիչ ուրիշ է, քան թե այս ձեր ասած նոր իշխանությունների, որովհետեւ լինելով լրագրող եւ իշխանության ղեկին գիտեմ թե ով է, նա ուղղակի մանիպուլյացիաներ է անում, ինչ որ մի բան վերցնում է եւ իր արածը գողություն չի, իր արածը երևի ավելի շատ սատանայություն է, որովհետեւ մարդասպանությունը դա չգիտեմ որ դասին է։ Ուրիշ բանի մասին էի խոսում, իհարկե դրանք, բայց ինչ պարաֆինով է սարքվում եւ այլն, դրանք երկրորդական հարցեր են։ Հարցը նրանում է, որ մոմը մենք գնում ենք եկեղեցուց եկեղեցուն օգնելու համար։ Այս է մոմավառության գաղափարը, դա փոքրիկ նվիրատվություն է, զոհաբերություն է եկեղեցուն, որպեսզի եկեղեցին իր աշխատանքը կատարի։ Այն մարդը, որը եկեղեցուց առաջ դիմացը, հա, մոմ է վաճառում, որ դու այդ մոմով գնաս եկեղեցի, ինքը գողանում է եկեղեցու այդ ուրեմն այն նվիրատվությունը, որ դու պետք է եկեղեցուն անես, ինքը դա գողանում է, հա, վերջ, ուրիշ մեկնաբանություն դրան չկա։ Դա տակնել, իրենք այդքան էլ վատ չեն ապրում, մենք նույնիսկ հետաքննություններ են կարել, որ այդ ավելի շուտ ոչ թե իրենք մոմ են վաճառում, այլ ուզվորություն են անում, ու վատ չեն ապրում, խոշակառույել են, տուն են ունեն։ Եվ նայեք, այդտեղ ինչքան սխալ բաներ են չէ լինում, տեսնում եք, քանի կետ ենք արդեն նշել։ Նախ որ այդ մարդիկ խաբում են մարդկանց այն առումով, որ դա նույն այդ օրհնված, ձեր ասած օրհնված մոմը չէ, խաբում են այն առումով, որ մարդը անգիտակից ինքը ուզում է մոմ վառել, չի մտածել, թե ինչի համար է այդ մոմը վառում, իրեն թվում է, թե այդ սիմվոլը, պրոցեսն է կարևոր, իրականում կարևոր է նվիրատվությունը, որ ես անում եմ եկեղեցուն, իմ փոքրիկ զոհաբերությունն եմ անում եկեղեցուն, եւ իմ աղոթքի մեջ խնդրում եմ այսինչ կամ այնինչ բանը։ Եվ այդ արարքը արդեն գողություն է եւ շատ մեծ հանցանք։ Հիմա պիտի ասեք եկեղեցին փողի մասին եմ մտածում, գիտեք ես օրինակի համար մի տարածքի հոգևոր հովիվ եմ, որը ունի 5000 քառակուսի 5000 անդամ եւ 30 քառակուսի 30,000 քառակուսի մետր տարածք։ Հայաստանից մեծ մի քիչ։ Հիմիկվա Հայաստան։ Երբ որ ես մեքենայով գնում եմ եւ պետք է մեքենայի մեջ բենզին լցնեմ, ինձ չեն ասում, «Տեր Հայր ջան, գնա գործի, դες ինչ լավ գործ ես անում», ասում են պետք է վճարես։ Երբ որ ես տուն եմ վարձում, պետք է վարձի գումարը վճարեմ եւ այլն եւ այլն եւ ցավոք սրտի այդ նվիրատվությունների կարիքը ունի եկեղեցին, ինչու եմ ասում ցավոք սրտի, որովհետեւ Տեր Հայր Խաչհամբյուրի մասին էլ կարելի է նշել, որ մեր եկեղեցում օրինակ Հայաստանում այդքան
չգիտես ինչի ընդունված չի, բայց դրսում ընդունված է։ Իհարկե, Նարինե ջան, գիտեք, դրանք այդ խաչահամբույրը, մոմը եւ մնացած բոլոր նվիրատվությունները, որ մենք անում ենք եկեղեցում, դրանք ազատ կամքի մեր նվիրատվություն ցանկություններն են եւ անմիջական կերպով կապված են նաեւ այս պատվիրանի հետ։ Եվ այստեղ շատ մեծ մանիպուլյացիա կա, հա, երբ որ մեր պետական գործիչները համեմատում են եկեղեցին պետության հետ։ Եկեղեցին չի պարտադրում, չի ստիպում մարդկանց ինչ որ մի նվիրատվություն անել կամ ինչ որ մի բան այսքան կամ այնքան անպայման գնել, հա։ Իսկ պետությունը պարտադրում է հարկեր վճարել։ Ես չեմ ասում, որ հարկ վճարելը վատ է։ Հիմա կխոսենք դրա մասին, ինչքան կարևոր է հարկ վճարելը։ Չէ, ուղղակի այսօրվա իշխանությունը հարկատուին սարքել է հերոս։ Բայց դա նորմալ երևույթ է։ Մեկը պարտականությունը, մյուսը ազատ կամքի արտահայտություն։ Եվ դու չես կարող մեկը մյուսի հետ համեմատել։ Հիմա վերադառնանք նաև դա, որ մենք պետք է հասկանանք, որ հարկը վճարելը նաև այս պատվիրանի կատարումն է, մենք պետք է լավ քաղաքացիներ լինենք, մենք պետք է վճարենք մեր հարկերը եւ միայն այդ ժամանակ կարող ենք իշխանություններին հարցնել եւ ասել, չէ՞ որ ես վճարում եմ հարկերս եւ ես իմ պարտականությունները անում եմ, իսկ ինչու այսինչ բանը չես կատարում։ Ես դրա համար իմ հասանելիքը արել եմ, վճարել եմ։ Մյուս կողմից նաև այդ ժամանակ է, որ կարող եմ ասել, սա անարդար է, այսինչ օրենքը անարդար է, պետք է սրա մասին խոսել, մտածել, բարձրաձայնել, դա կարող ես անել այն ժամանակ, երբ որ դու քո պարտականությունները կատարում ես։ Իսկ հարկեր վճարելը դա պարտականություն է, եւ եթե դու գողանում ես այդ հարկերը, գողանում ես պետությունից, չես վճարում հարկերը, գողանում ես պետությունից, որը նույն գողությունն է, հա։ Այսինքն պետությունը ինչն է, մեր ընդհանուր տունն է, հա։ Եվ մեր ընդհանրապես կարգապահությունը, օրինապահությունը անհրաժեշտություն է, որպեսզի ունենանք երջանիկ հասարակություն, կարողանանք լավ ապրել, մեզ լավ զգալ մեր տանը, մեր հայրենիքում, հա, շատ բաներ կան, որոնք մենք կարծում ենք, թե այդպես էլ պիտի լինի, բայց արի ու տես, որ այդպես չի, եւ դա գալիս է հարկատուի հարկեր չվճարելուց, մինչեւ շինարարի իր աշխատանքը լավ չկատարելուց, էլ չասեմ գողություն անելուց, երբ որ լավ մի սանտիմետր ասֆալտ քիչ կփռենք, ով է տեսնելու, որ բայց իրականում միլիոնավոր գումարներ գողանում են մարդկանցից, հարկատուներից, եւ հետո ով է դա վճարելու, իրենց երեխաները, իրենց թորնիկները, այսօրվա արտաքին պարտքերը, որ մենք ունենք Հայաստանում, ովքեր են դրանք վճարելու։ Մենք այդ պարտկանելուց մտածում ենք, որ գողանում ենք մեր գալիք սերունդներից, թե չենք մտածում դրա մասին։ Եվ դա ֆինանսականն է, իսկ բնությունը, երբ որ մենք բռնաբարում ենք բանից բուր իմաստով բնությունը, մտածում ենք, որ մենք գողանում ենք գալիք սերունդներից, շատ հաճախ չենք մտածում։ Եվ իսկ բնությունը այնպիսի մի բան է, որ եթե մեկը վերցրեցիր, 10-ը պետք է վերադարձնես, որովհետև դա քո պատասխանատվությունն է։ Եվ գիտեք, բայց սրանք բացասական այդ կողմերն են պատվիրանի։ Եվ նոր կտակարանը կամ եկեղեցին, մեր եկեղեցին գալիս է ասելու, որ գիտես, դա մինիմումն է, դու պետք է չգողանաս, որպեսզի դեռ մարդ մնաս։ Իսկ լավ քրիստոնյան ինչ է անում։ Լավ քրիստոնյան իր ունեցվածքից բաժին է հանում նրանց, ովքեր որ չունեն։ Եվ այստեղից է սկսվում այդ 10-անորդի պատվիրանը, գիտեք, հա, 10% քո ունեցվածքի պետք է տաս ընդհանուրին նրանց, ովքեր որ դրա կարիքն ունեն, նրանց, ովքեր որ քեզանից ավելի վատ են ապրում, կամ ընդհանուր մեր ուրեմն կարիքները հոգալու համար։
Այսօր դա հարկերն են, հա, հիմնականում, բայց նաև եկեղեցու կամ բարեգործական, այսինչ կամ այնինչ ծրագրերի համար։ Եվ մեր եկեղեցու հայրերը ասում են, այդտեղից, երբ որ դու սկսում ես տալ ուրիշին, դու քո կյանքն ես ստեղծում։ Մնացածը այն ինչ որ քեզ անհրաժեշտ է, դա գոյատևելու համար է, որ սոված չմեռնես, հա, ձմեռը ցրտից չմեռնես։ Իսկ երբ որ դու սկսում ես տալ, այդ ժամանակ դու քո կյանքը արժևորում ես։ Դու սկսում ես հասկանալ, որ ինչքան էլ որ դու քեզ չունևոր կարծես, միևնույն է դու ավելի շատ ունես, որովհետև կարող ես ուրիշին օգնել։ Եվ դրա համար, օրինակ մենք Հայաստանում շատ հաճախ ասում ենք ժողովուրդը աղքատ է ապրում։ Իհարկե կան շատ ցավալի դեպքեր եւ կան դաժան իրականություն աղքատության, հա, այդքան տարածված Հայաստանում, բայց միևնույն է նաև այդ աղքատությունը այն աղքատությունը չէ, ինչ որ մենք կարող ենք տեսնել օրինակ Աֆրիկայում, հա, կամ աշխարհի մեծամասնությունը այսօր ապրում է աղքատ։ Աղքատ ասելով ոչ միայն ուտելիքի առումով, որ ուտելիք չունեն մարդիկ, հագուստ չունեն, իրենց էլեմենտար կարիքները չեն կարողանում իրականացնել։ Փառք Աստծո, Հայաստանում այսօր այդ աստիճանի աղքատություն չկա, բայց միևնույն է կա անարդարություն եւ մենք պետք է դրա դեմ պայքարենք։ Պետք է օգնենք այն մարդկանց, ովքեր որ այն հնարավորությունները չունեն, որը ունենք մենք։ Եվ 5-րդ գրքում Հովսեսի, 2-րդ օրինաց գրքում մի շատ գեղեցիկ պահ կա, որ ասում է աղքատությունը աշխարհում միշտ լինելու է, դրա համար քո ձեռքը բաց թող լինի եղբորդ համար։ Երբ կարող է իմ ձեռքը բաց լինել եղբոր համար։ Երբ որ ես գիտակցում եմ, հասկանում եմ, թե ինչի կարիքն ունեմ ես, ինչ է ինձ պետք։ Երբ որ ես սա հասկանամ, որ ինձ պետք է այս եւ այս բաները, կարող եմ արդեն իմանալ ինչ պետք է անեմ, որպեսզի դա ունենամ, եւ նաեւ մտածեմ այն մասին, թե իսկ իմ կողքին է իմ դիմացի մարդը ինչու դա չունի, ինչպես կարող եմ օգնել, որ ինքն էլ ինչ-որ մի ուրախություն ունենա կյանքում, հա, ինչ-որ մի առավելություն ունենա, եւ սա իմ մեծ աղոքությունն է զարգացնում, այսինքն առատաձեռն լինելը, ոչ թե եւ այստեղ առատաձեռն ես նկատի չունեմ, որ դու տանդ ամբողջ ունեցվածքը տանես, բաժանես եւ չկարողանաս ընտանիքդ պահել, այլ ավելորդություններ քեզ թույլ չտաս եւ այդ ավելորդությունների փոխարեն օգնես նրանց, ովքեր որ իրոք կարիք ունեն։ Այսա մենք պետք է հասկանանք։ Բարեգործությունը երկրորդ կետը, որ անպայման ուզում եմ անդրադառնալ, ես Հայաստանում դա նկատեցի, որ չհարաշահում են, հա, այդ բառը բարեգործություն անելը այսօր այսպես նեգատիվ ինչ որ բան ունի իր մեջ, հա։ Այսինչ մարդը բարեգործություն է անում, նկատի ունեն, որ այդ ինչ մարդը Պողոսից գումարը վերցնում է, տալիս է Պետրոսին, Ռոբին Հուդություն անում, իմաստն է իրեն ապահում, հա։ Իսկ բարեգործությունը քրիստոնյայի համար լռեցյալ պետք է լինի։ Քո աջ ձեռքը չիմանա, թե ինչ անում ձախ ձեռքը։ Այստեղ մյուս անհասկացողությունն է գալիս, երբ որ եկեղեցականները սոցիալական ինչ որ մի ծրագիր են իրականացնում եւ չեն խոսում դրա մասին։ Օրինակ ես ամեն տարի դեկտեմբերին կամ հունվարին գալիս եմ Հայաստան եւ փորձում եմ այցելել կարիքավոր ընտանիքներ եւ պատմում եմ դրա մասին։ Ինչու եմ պատմում, ինձ շատ հաճախ ասում են, չես ամաչում ես, ինչ ես անում։ Ես երբեք չեմ պատմել նրա մասին, թե ես անձնապես ինչ եմ արել։ Այլ ես խնդրում եմ իմ համայնքի անդամներին, որպեսզի իրենք օգնեն կարիքավոր ընտանիքներին։ Իրենք վստահում են ինձ այդ իրենց գումարը կամ նվիրատվությունը
եւ ես ստանում եմ փոխանցում եմ այդ կարիքավորներին եւ փաստում, որ իրենց նվիրատվությունը տեղ է հասնում։ Այսինքն մի կողմից բաց ցույց եմ տալիս, թե իրենց նվիրատվությունները ուր են գնում, մյուս կողմից փորձում եմ այդ տեղեկատվությամբ նաեւ տեղեկացնել, մարդկանց, որոնք չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում, եւ խնդրել, որպեսզի իրենք էլ աջակցեն այդ մեր կարիքավոր քույրերին եւ եղբայրներին։ Այսինքն այստեղ ոչ թե իմ անձը ցույց տալն է, ես ոչ մի բան չեմ անում են համայնքի անդամները, նրանց, ովքեր որ այդ օգնության կարիքն ունեն։ Ես ուղղակի այսպես խողովակի նման իմ միջով դա անցնում է, որպեսզի եւ սրա մասին է, երբ որ եկեղեցին խոսում է, եւ մենք շատ հաճախ եւ դա մեր վեհապար հայրապետի խոհեմությունն է եւ նրա այդ մոտեցումը, որ պետք չի, որ մենք խոսենք մեր սոցիալական ծրագրերի մասին, այլապես մեր եկեղեցու արածը մեր Գարեգին II ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ այնքան ոլորտներում է եկեղեցին բարեգործական ծրագրեր իրականացրել եւ շարունակելու իրականացնել։ Օրեր չեն բավարարի, ամիսներ չեն բավարարի դրա մասին խոսելու։ Ուղղակի նրա համեստությունը, նրա, գիտեք, ես միշտ իրեն համեմատում եմ անգլիական այդ գահի թագուհու հետ եւ նա շատ ավելի բարձր է իր մոտեցումներով, որ չի խառնվում այդ մեղադրանքներին եւ այլն պատասխան չի տալիս, ավելի վեհ է մնում եւ միևնույն ժամանակ սակայն կարծում եմ, որ մենք պետք է իբրև եկեղեցի խոսենք այդ բոլոր բարեգործական ծրագրերի մասին, որպեսզի մարդիկ իմանան, ոչ թե իմանան ասել, վայ ինչ լավն է եկեղեցին, այլ Տեր հայր, որպես լրագրող ձեր խոսքը հավելեմ, որ մենք նույնիսկ գրում ենք դրա մասին, քանի որ կա մամլո դիվան, եւ նրանք պարտավոր են ասեն գոնե տարեկան այսքան ծրագրեր են իրագործվել, այսքան գումար է օգտագործվել, այսինքն ժամանակակից դարում ընդհանուր վիճակագրական տվյալներ գոնե պետքա հանրությանը ներկայացնել։ Եվ մի բան է, որ Հայաստանի մասով ձեզ ասեմ, որ այն դուք ինչ անում եք, դուք անում եք պետության փոխարեն, քանի որ պետությունը հարկերը վերցնում է, հիմա այս 6 տարվա մեջ մենք չունենք ապագայում, ասենք թե աշխատանքի հույս եւ աշխատանք չկա, մարդիկ չեն կարողանում արժանապատիվ ապրել, քանի որ իրենք չգիտեն վաղը ինչ է իրենց գլխին գալու։ Դուք ասացիք, այնպես չի, որ իրենք չեն ուզում աշխատեն, այո, մարդիկ ուզում են աշխատեն, բայց տեսեք, հիմա աշխատանքի ավելի շատ ընդունում են ցածր աշխատավարձով հնդիկներին եւ դա էլ է բորբոքում, մարդիկ ուզում են աշխատեն, բայց աշխատանք չկա։ Դա էլ է գողություն, երբ որ դու մարդուն աշխատացնում ես շատ ցածր աշխատավարձով։ Բայց ճիշտն ասած, ես հետազոտեցի այդ պահը, այստեղ ավելի շատ իրենց հենց համայնքի, հնդիկների համայնքի խնդիրն է, որովհետև իրանք այդքան էլ քիչ չեն վաստակում, որ վերցնես, ամեն դեպքում կարելի է դրանով ապրել, բայց այստեղ իրենց տեղափոխելու Հնդկաստանից եւ ոնց հասկացա Հնդկաստանում ավելի վատ ռեգիոններից են գալիս, այսինքն այստեղ որ գալիս են, թեկուզ մարդը, որ ապրում է 1-2 սենյականոցում, իրենց համար դա մի հարուստ կերպար է, սա ուրիշ հարց է։ Ինչպես որ մենք, երբ որ մեր Հայաստանից փախստականներ ունենք, եվրոպական երկրներ, այդ տեսնում եք, նոր դրա մասին ենք խոսում, չէ, որ մենք կարծում ենք Հայաստանում մարդկանց վիճակը շատ վատ է, բայց կան երկրներ, որտեղ որ ավելի վատ է վիճակը, եւ մենք էլ գնում ենք եվրոպական երկրներում եւ նույն այդ խնդիրների հետ, իդեպ այդտեղ ասեմ ես շատ բացասական եմ վերաբերվում օտարի հանդեպ մեր Հայաստանում վերաբերմունքին։ Մենք սովոր ենք, որ երբ որ արտասահման ենք գնում, արտերկիր ենք գնում, մեզ պետք է բաց գրկաբաց ընդունեն, եւ մենք հայեր ենք եւ այլն եւ այլն,
բայց երբ որ մեր տուն են գալիս, մենք սկսում ենք ըմբոստանալ։ Եթե ուզում ենք, որ մեզ բաց Առաջի ձև չէր, գիտեք, փոխվել են երևի հայերը, ճիշտ է ասեմ։ Առաջ գրկաբացությունը կա։ Կարծում եմ, որ անարդարություն կա։ Եվ այդ անարդարության զգացումը բերում է նրան, որ մարդիկ անհանդուրժողական են դառնում։ Ուրեմն պետք է արմատներ այդ անարդարության։ Մեր ժողովուրդը շատ բարի ու լավ ժողովուրդ է։ Բայց ամենալավ ժողովուրդը, եթե չունենա առաջնորդներ, որոնք պետական առումով իրենց այդ զարգացումը աջակցեն, իրենք չեն կարողանալու զարգանալ, հա? Մենք երեխան, որ ծնվում է եւ այդ երեխային պետությունը, նայեք, շատ ճիշտ ասացիք, պետությունը այսօր կոմունիստական, բոլշևիկյան եւ ես այդտեղ համաձայն եմ, որ եթե այսօրվա իշխանությունը քրով ֆեոդալականության դեմ է դուրս եկել, ինքը բոլշևիկյան բան է դառնում, հա, վերցրել ամեն ինչ իր ձեռքում, իսկ մենք պատմությունից, նաև արևմտյան երկրների պատմությունից գիտենք, որ պետությունը չի կարող ամեն ինչ լավ անել։ Ինքը պետք է վերցնի տարբեր կառույցներ, որոնք կարող են այդ գործը անել, վստահել իրենց եւ այսպես ասած թույլտվությունը տալ, որ իրենք այդ ոլորտում աշխատեն։ Պետությունը պետք է բայց այս բանը Հայաստանի դա այն ընթացքն է, որը կուլակաթափության շրջանն էր, այսինքն սովետական շրջանում այդ բոլշևիզմի մասին եթե խոսում ենք 60-ական 70-ական թվերին այլ է եղել։ Պետությունը վերցրեց, ասաց, որ ես կրթությունը իմն է, առողջապահությունը իմն է, սոցիալական աշխատանքները իմն են եւ այն ինչ որ բնականաբար եկեղեցու պարտականություններ եղել դարեր շարունակ, այսօր պետությունը այսպես ասած վերցրեց եւ ասաց սա իմ պարտականությունն է, ուրեմն ազատեց եկեղեցուն այդ պարտականություններից, եկեղեցին պարտավոր չէ այսօր կրթելու, եկեղեցին պարտավոր չէ սոցիալական ինչ-որ աշխատանքներ անելու, ինքը դա անում է կամ մշակութային ինչ-որ ծրագրեր իրականացնելու, դա ինքը անում է իր սիրուց, իր էությունից բխված, բայց իհարկե այստեղ երանելի վիճակը այն կլինի, որ մենք կարողանանք լեզու գտնել իրար հետ եւ հասկանալ, որ մենք իրար թշնամի չենք, որ անպայման չի, որ եվրոպական փորձը մեզ մոտ նույն ձևով վերցնենք եւ աշխատի։ Եվրոպայում շատ լավ բաներ կան, բայց կան նաեւ շատ վատ բաներ։ Այսօրվա եվրոպացիները անդրադարձել են, նայեք այս վերջի ընտրությունները Եվրոպարլամենտի ցույց տվեցին, որ մարդիկ ընտրում են կոնսերվատիվ կուսակցություններ։ Այսինքն իրենք հասկացան, որ այդ լիբերալ արժեքներով հեռու չեն գնա։ Այդ լիբերալ արժեքները բերում են անհանդուրժողականություն։ Այո, 20-30 տարի ասում են, բայց Եվրոպան հենց այդ 20-30 տարվա մեջ ինչքան աղբյուր վերցրեց։ Եվ մենք կարող ենք Եվրոպայից էլ ամբողջ աշխարհից էլ սովորել այն ինչ որ լավն է, կարող ենք փորձել մեր մոտ ինտեգրել, հա, այսպես ասած, բայց նաև վատ բաների մասին պետք է խոսենք եւ հասկանանք, որոնք են մեր արժեքները, ոչ թե ռուսերի, գերմանացիների, ֆրանսիացիների, չգիտեմ, տարբեր ազգերի, իրենք դա իրենց արժեքն է, իրենց հանրությունը որոշել է, որ իրենք այդպես են ապրելու, իրենց գործն է։ Մենք պետք է հասկանանք, լավ, կա ընդհանուր զարգացում, հա, որ մենք արդեն 21-րդ դարում ենք, որ շատ տեղեկություններ ունեն, բայց այդ շատ տեղեկությունները կարող ենք օգտագործել համապատասխանեցնելու մեզ, մեր իրականությանը, մեր մտածելակերպին, մեր նիստուկացին եւ այստեղ նաեւ այդ երկխոսությունը շատ կարեւոր է։ Եկեղեցի, պետություն, հասարակություն, որոնք են մեր արժեքները եւ այդ արժեքների շուրջ կառուցել պետությունը, որը հասկանալի կլինի բոլորին, հա, հասկանալի եւ ընդունելի։ Սա մի բան է, որը որ մեզ պակասում է ցավոք սրտի։ Մենք չենք հասկանում
ինչի պետք է այսպես անենք կամ այնպես անենք, ինչու է այսինչ օրենքը եկել մտել մեր մեջ, եւ այդտեղ բոլորը անելիք ունեն, բոլորը, ընտանիքից սկսած եկեղեցով եւ պետությունով ավարտած բոլոր օղակները այդտեղ անելիքներ ունեն, իսկ վերադառնալով նորից մեր պատվիրանին այսօրվա, այս պատվիրանը սովորեցնում է մեզ լինել առատաձեռն, մտածել, ամեն ինչ անելուց առաջ մտածել նաև հետևանքների մասին, սովորեցնում է հասկանալ, որ սեփականությունը միայն մեզ երջանիկ չի անելու, տեսեք կար այս վերջերս հետազոտություն էին արել Եվրոպայում եւ այսպիսի եզրակացության էին եկել, որ միջին խավի մարդիկ հիմնականում երջանիկ մարդիկ են։ Միջին խավից ավելի բարձր աշխատավարձ կամ եկամուտ ունեցող մարդիկ ավելի երջանիկ չեն, քան այդ միջին խավի մարդիկ։ Իսկ միջին խավից ցածր եկամուտ ունեցող մարդիկ իհարկե մեծ խնդիրներ ունեն։ Ուրեմն այդ հարցը շատ կարևոր է, որ մենք հասկանանք ինչ է մեզ անհրաժեշտ ապրելու համար, ինչ ենք մենք հասկանում լավ ապրել ասելով, ինչ է մեզ համար, ինչ է իմ համար անձնապես ինչ է նշանակում լավ ապրել, ինչ կարող եմ ես անել ուրիշների համար, օրինակի համար հենց նույն աշխատանքը վերցնենք, երբ որ ես գնում եմ գործի, կարող եմ իբրև քրիստոնյա 5 րոպե ավելի շուտ գնալ գործի եւ 5 րոպե ավելի ուշ վերադառնալ եւ աշխատելուց անկեղծ աշխատել։ Մեր մոտ իդեպ ասեմ, սա բան այսպիսի մտածելակերպ կա, ուրիշի համար գնաս աշխատես, ոչ դու քո համար ես գնում աշխատել։ Եվ այդ ուրիշը, որի համար կարծում ես թե գնում ես աշխատելու, ինքը քեզ աշխատանք է տալիս, որպեսզի դու աշխատես եւ վաստակես քո հացը։ Եվ եթե դու այդ մարդուն չհարգես, ինքը քեզ չի հարգի, չէ՞։ Այսինքն մեր մոտեցումից շատ բաներ են կախված։ Եվ նաև նույնը հակառակ, երբ որ գործատուն չի հարգում իր աշխատողներին, շատ մեծ խնդիրների առջև կարող է կանգնել։ Այսօրվա մեր տնտեսությունը ինչու չի զարգանում։ Մարդիկ չեն վստահում իրար։ Գործատուն աշխատողին չի վստահում, աշխատողը գործատուին չի վստահում։ Ինչպես կարող է այդտեղ զարգանալ տնտեսությունը, չի կարող զարգանալ։ Դե եթե գործատուն նվիրված չի աշխատում ու աշխատողը իր համար ուղղակի փող աշխատելու կամ խաբելու միջոց է, այդպես էլ պետք է լինի։ Տեր Հայր, դուք ասացիք այգու մասին, պտղի մասին, հետաքրքիր է, որ ընկերուներիցս մեկի հետ խոսում ենք եւ նա ասեց, գիտես, տատիկս հեչ չէր սիրում, որ իր այգուց անցորդները գալիս էին վերցնում են, հենց տեսնում էր, որ գալիս էին, ինքն էր վազում, քաղում էր, տալիս էր, հյուրասիրում էր, հարցնում էինք, ասում էինք, ինչի իրանք թող քաղեին, ասում էր, չէ, ավելի լավ է ես տամ, աչքները վրան չմնա, ծառից չջարդեն։ Հիմա այդպես է անձնական այգին մի բան է, հա, այդտեղ եւ շատ ճիշտ է ասել տատիկը, իմաստուն տատիկ է եղել։ Այս շարքը կարող ենք իմաստուն տատիկների շարք կոչել, որովհետև միշտ մեջբերում եք եւ իրոք մենք մեր մեծ սերունդից պետք է սովորենք, շատ բան պետք է սովորենք։ Բայց հարցը, գիտեք, սեփական այգին մի բան է, որ տանը մի ծառ կա, այդ ծառը ուղղակի այնտեղ պտուղ է տալիս, մարդը եկավ, այդտեղ էլ գողությունը, միևնույն է գողությունը, եթե հարցնես, վերցնես, դա ուրիշ բան է։ Բայց երբ որ տնտեսությունը, հա, եւ գյուղացին ամբողջ իր տարվա ընթացքում տքնաճան աշխատել է, պայքարել է հողի հետ, այդքան ջանք է ներդրել, ու դու գաս մեկը անցավ, երկուսը անցավ, օրինակ այստեղ Գերմանիայում խաղողի այգիներ կան, հա, եւ մարդիկ գնում են զբոսնելու, ամառը կամ երբ որ խաղողը արդեն սեպտեմբերին, հա, հասունացել է, մարդիկ գնում են զբոսնում են, ոչ մեկ չի համարձակվում խաղող գողանալ։ Բայց ես դա չեմ ընդունում, ես սովետական մարդ եմ, որը ուրեմն ոլորի դաշտերը գնում էր ոլորուտելու, երեխաների հետ մենք գողություն դա չենք համարում, հետո ես սովետական մարդ եմ, որտեղ ուրեմն
կանսերվի գործարան կար Երևանում, որտեղից շաքարավազ էին կրում, շատ հետաքրքիր ձևով, հետո այդ շաքարավազը մութ-ցուրտ տարիներին մի քանի ընտանիք փրկեց, որտեղ ամեն մեկ իր գործարանից մի բան գողանում էր, գողությունն որ դա գողություն չէր համարում, այլ ընտանիքի ապրուստ, այստեղ էլ պետական ուրեմն օղակի սխալն է եղել, հա։ Շարունակում է գողություն մնալ, Ռոբին Հուդը, հա, որ հարուստներից գողանում էր տալիս էր աղքատներին, միևնույն է գող էր։ Բայց ես ուրիշ բան ընկալում ունեմ, եթե անցնում ես ու ոչ մեկին չի, փողոցում է այդ պտուղը ծիրան է կամ թութ է, ինչի չպետք է խաղեմ չուտեմ։ Իհարկե ես չեմ մտնում իր բան։ Այսինքն չէ, ես ասում եմ, այդ որ դուք բացատրում եք ընկալման խնդիր է, երևի մենթալիտետի, նայած դու որ համակարգում ես ապրել, նաև պետական համակարգում, եւ երբ որ դուք ասեցիք բոլշևիկյան է եւ ֆեոդալականը, նայեք, սովետական այդ համակարգը այլևս չկա։ Սովետական համակարգում իհարկե դուք գողություն չէիր անում, որովհետեւ դա քոնն էր։ Բոլորը բոլորինն էր, հա, ամեն ինչ, այսպես ասած, քո սեփականությունն էր։ Այդպես էլ ասում են, այո։ Բայց այսօր, երբ որ գյուղացին աշխատում է, հա, պատկերացրեք այդ խաղողի այգիներով քայլում են, հարյուրավոր, հազարավոր մարդիկ են քայլում, եւ ամեն մեկը մի հատ sense խաղող փոքի միջուց տանի հետը, պարզվեց, որ մի օրվա մեջ մի քանի 100 կիլո խաղող են տարել այդ մարդուց, դա գողություն չի, գողություն է, չէ։ Դրա համար պետք է մտածենք նաեւ մեր փոքրիկ արարքի ընդհանուր պատկերը, ինչ է դա նշանակում մեծ հաշվով, հա։ Եվ շատ ճիշտ տեղ բերեցիք, գիտեք, այդ սովետական համակարգը ինքը մարդու միտքը փչացրել էր։ Ինչ առումով։ Այն առումով, որ մարդկանց մոտ այդ անարդարության, ինչ ուզում եք ասել, ասեք, բայց դա այդ անարդարությունն է, երբ որ դու աշխատում ես եւ տեսնում ես, որ քո աշխատանքը քեզ արդյունք չի տալիս, դու լավ ես աշխատում, իսկ կողքինդ վատ է աշխատում, օրվա վերջում երկուսդ էլ հավասար ունեք, տեսնում ես, որ անարդարություն կա այդտեղ եւ սկսում ես մտածել, դա չեմ ես այսպես անում, մենա նրա նման անեմ։ Եվ դա բերեց սովետական միության քայքայմանը մեծ հաշվով, որովհետեւ բոլորը բոլորից գողանում էին։ Եվ այսօր մենք շարունակում ենք մեր հասարակության մեջ ապրել այդ սովետական մտածելակերպով եւ զարմանում ենք, թե ինչու մեր երկիրը չի զարգանում, հա։ Մենք պետք է հարգենք ուրիշի սեփականությունը եւ մեր սեփականությունը։ Մենք պետք է հասկանանք, որ կան արժեքներ, որոնք սրբազան են եւ այդ սրբազան արժեքները խախտելը ոչ միայն դիմացինի հանդեպ անարդարություն, այլ նաեւ իմ հանդեպ անարդարություն։ Եվ մի ոսկի օրենք, որը որ աշխարհով մեկ կապ չունի, որ կրոնը լինի, որ երկրում լինի, այն ինչ որ չես ուզում, որ քեզ անեն, դու մի արա։ Եվ ամեն անգամ մենք պետք է սրա մասին մտածենք եւ փորձենք, այսպես ասած, հոգեվոր վարժություն, հա, իբրև ամեն օր մի լավ գործ անել, օգնել մյուսին, աղոթել, անպայման չէ որ դա ֆինանսական լինի, աղոթել մեկի համար, օգնել մեկին, զանգահարել, հարցնել, թե ինչպես ես, ժպտալ, անծանոթ մարդուն ժպտալ, որպեսզի ինքը իրեն լավ զգա, եւ ձեռք մեկնել մարդուն, որը այդ օգնության ձեռքի կարիքն ունի, եւ սրանով մենք այս հոգեվոր վարժությամբ կարող ենք այս պատվիրանը պահելը, այսպես ասած, ապահովել, հա։ Ուրեմն սովորենք լինել առատաձեռն, հասկանանք, որ ուրիշների լավություն անելը նախ եւ առաջ գանձեր կուտակել է երկնային արքայության մեջ եւ գողություն անելը վնասում է ոչ միայն այդ դիմացինիդ, որին կարծում ես թե վնասեցիր,
այլ նաև քեզ, նաև Իրան, եւ նաև հասարակությանը եւ նաև գալիք սերունդներին։ Եթե մենք այս արժեքների մասին մտածենք խորապես, մտածենք այն մասին, թե ինչ է մեզ կարևոր, ինչ է մեզ անհրաժեշտ ապրելու համար եւ ինչն է մեզ երջանիկ դարձնում, վստահ եմ, որ մենք այս մեղքից, որը չկա մարդ, որ այս մեղքի հանդեպ այս կամ այն կերպով մեղանչած չլինի, բայց կհեռանա դրանից եւ կփորձի ազատվել եւ կտեսնի, թե ինչքան ավելի արժևոր եւ գնահատելի է տալը միշտ ավելի օրհնված է, քան վերցնելը։ Եվ մենք բոլորս կապ չունի ինչ վիճակում ենք կարող ենք տալ, կարող ենք մեր դիմացինի համար նաև օրինակ ծառայել եւ դա երջանկացնում է։ Եվ սա եւս մի բանալի է երջանիկ լինելու, սովորել տալ, սովորել առատաձեռն լինել եւ օրհնել բոլոր այն մարդկանց, որոնք պատրաստ են ուրիշներին օգնել։ Տեր հայր, եթե այս հաղորդման կարճ տիզեր, կոչեցյալ անենք, ապա ես այսպես կմեկնաբանեմ այն ինչի մասին մենք խոսեցինք, սիրելի բարեկամներ, որ մարդը առաջին հերթին պետք է ինքնաբավ լինի, որ իր աչքը պետքա կուշտ լինի, եթե կուշտ չլինի աչքը, անընդհատ ինչ որ մեկի ունեցվածքի վրա է այդ աչքը լինելու։ Ցավոք սրտի նաև իշխանությունների մասին խոսեցինք եւ դրա վառ ու վատ օրինակը Շակերտավոր առաջին տիկնոջ իմ քայլը հիմնադրամն է, որը ասում է կապ չունի ումից ես վերցնում, գողացած է թե ինչ է, կապ ունի թե ինքը ուր է տալի եւ հետաքրքիր է որ բարձ չի թե ինքը ումն է տալիս եւ մեր հանրության մեջ Տեր հայր ասում են գողը գողից գողացավ, Աստված տեսավ, զարմացավ, հիմա այդ տարբերակն է։ Եվ եթե ընդհանուր ամփոփենք այդ ինքնաբավ լինելու եւ պետական օրենքների, ապա Աստվածաշունչը սովորեցնում է մարդուն լավ մարդ լինել։ Իսկ պետությունը, եթե դու հանցագործություն ես անում, իսկ գողությունը դա հանցագործություն է, ուրեմն դու պատիժը կրում ես տարբեր ձևով ընդհուպ միջև բանտ։ Այստեղ Աստվածաշնչի մեջ դու ինքդ քո առաջ ես առաջին հերթին պատասխանատու, որ երկնային կյանքում ինչ է քեզ սպասվելու։ Ամեն դեպքում մենք այս աշխարհ գալիս ենք առանց ոչ մի բան, ինչպես ասում են, տկլոր գնում ենք, ուրեմն դա պետք է միշտ հիշենք եւ երբ Տեր հայրը ասում է բարեգործության մասին, բարեգործությունը ոչ միայն գումար տալն է, այլ մարդուն լավ վերաբերվելը։ Երբ որ ես սկզբից սկսեցի, Տեր հայրը ասեց աղոթեք այն մարդկանց համար, որոնք այդ ամենը անում են, աղոթել, խոսել, եթե հնարավոր է շտկել, ուղղել, խորհուրդ տալ, եթե իհարկե մեր բոլորիս նյարդերը դրա համար կհերիք են։ Շնորհակալություն Տեր հայր, որ այս անգամ էլ շատ հետաքրքիր ձևով մատուցեցիք, վերծանեցիք, մեկնեցիք Աստվածաշնչյան 8-րդ պատվիրանը եւ կհանդիպենք արդեն մյուս պատվիրանի շուրջ խոսելիս։ Եվ եթե թույլ կտաք Տեր հայր մի բան էլ ասեմ, որ ակտիվ ավելի լավ եղեք, սիրելի բարեկամներ, ոչ միայն առանձին գրեք ձեր կարծիքները եւ եթե հարցեր ունեք, մեր YouTube-յան, Facebook-յան էջերին եւ Տեր Տիրատուրի, որը դուք կտեսնեք այս տեսանյութի, ուրեմն ինֆորմացիոն բաժնում։ Ստեսություն։ Շնորհակալություն, Աստված օրհնի բոլորիդ, առատաձեռն եղեք, նաև լայքերի պարագայում առատաձեռն եղեք, Աստված օրհնի ձեզ, երջանիկ օրը մաղթում ձեզ։